միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն այլևս զսպող գործոն չեն Իրանի կողմից իր ռազմական հզորության ամրապնդման համար, հայտարարել է Իրանի բրիգադային գեներալ Իսմայիլ Գաանին։ Իմացեք, որ բանակցություններն այլևս չեն զսպում երկիրը պաշտպանական ոլորտում իրական խոստում 2 գործողությունից հետո վերջին 5-6 ամիսների ձեռքբերումներն այնքան տպավորիչ են, որ զարմացնում են բոլորին, ասել է նա։ Իր հերթին հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ իսրայելական ցանկացած հարձակման Իրանն այս անգամ ավելի հզոր պատասխան կտա, քան երբևէ։ Իրանի անվտանգության ծառայությունների անանուն բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Իրանը գտնվում է մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանում եւ որ եթե ԱՄՆ-ն կամ Իսրայելը փորձեն հարձակվել, նրանց անակնկալի կբերեն։ Աղբյուրը հավաստիացրել է, որ ձեռքբերված իսրայելական գաղտնի փաստաթղթերն ամրապնդել են Իրանի պաշտպանությունը։ Բրազիլիայի ղեկավարությունը մտադիր է վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները պաշտպանության ոլորտում։ Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների շարունակական գործողությունների պատճառով, հայտարարել է նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Սելսո Ամորիմը։ Կան մի քանի միջոցներ, որոնք կարելի է ձեռնարկել, ես կարծում եմ, հատկապես ռազմական հարաբերությունների ոլորտում, որոնք շատ կարևոր են իսրայելցիների համար, դրանք նշանակալի են ոչ միայն ռազմական, այլև տնտեսական առումով, ասել է դիվանագետը։ Նախագահի օգնականն ընդգծել է, որ որոշումը Բրազիլիայում կկայացվի մանրակրկիտ գնահատումից հետո եւ արտգործնախարարի անմիջական մասնակցությամբ։ Նա որոշում կկայացնի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, երբ դա տեղի ունենա, եզրափակել է Ամորիմը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել է, որ Թրամփն ի վիճակի է համատեղել ինչպես ԱՄՆ առաջնորդի, այնպես էլ Իսրայելի վարչապետի դերը։ Ուիթքոֆը Թրամփին հրեա ժողովրդի բարեկամ է անվանել։ Ոչ միայն հարգալից վերաբերմունք չկա վարչապետ Նեթանյահուի նկատմամբ, բայց կարծում եմ, որ նախագահ Թրամփը կարող է դառնալ առաջին գործող նախագահը, ով միաժամանակ կլինի Իսրայելի վարչապետը, հայտարարել է նա։ Թրամփի հատուկ բանագնացը բացահայտել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը պատրաստ է պաշտպանել Իսրայելի գոյության եւ բարգավաճման իրավունքը։ Նա հայտարարել է, որ երկրները պետք է համագործակցեն միմյանց հետ, որպեսզի հասնեն հրադադարի, ազատ արձակեն Գազայում պատանդներին եւ թույլ չտան Իրանին միջուկային զենք ստանալ։ Արևմուտքն այդպես էլ չկարողացավ հաղթել Ռուսաստանին, նույնիսկ իր բոլոր ռեսուրսներն օգտագործելով, հայտնել է բրիտանացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրինը, նկատի ունենալով ուկրաինական հակամարտությունը։ Հավաքական արևմուտքի ողջ հզորությունը ընկել է Ռուսաստանի վրա, բայց այն ոչ միայն չի փլուզվել, այլև շարունակում է հաղթել ճակատում, նշել է փորձագետը։ Ըստ նրա, արևմտյան առաջնորդները Ռուսաստանը համարում էին թղթե տնակ, որն անմիջապես կփլուզվի, բայց նրանք չարաչար սխալվեցին, ամփոփել է Մերկուրին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցում է, որ Ուկրաինան մարտի դաշտում Ռուսաստանին հաղթելու շանսեր չունի։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը։ Նրա խոսքով Թրամփը գիտի, որ ռազմական գործողությունների շարունակումը միայն ավելի շատ զոհեր կբերի եւ Ուկրաինային սպառնում է նոր տարածքների կորստով։ Սակայն նա նաեւ հասկանում է, որ ճգնաժամը խաղաղ ճանապարհով կարգավորելու իր ձգտմանը շատ հակառակորդներ կան, նշել է փորձագետը։ Սաքսը կարծում է, որ ԱՄՆ-ի համար ուկրաինական հակամարտությունը թանկ պատերազմ է, որը շեղում է Վաշինգտոնի ուշադրությունը։ Բացի այդ, Թրամփը համաձայն է ՆԱՏՕ-ն չընդլայնելու մոտեցման հետ։